Բարև ձեզ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորանքներ են հղել իմ ծննդյան օրվա առթիվ։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանիքներին։ Ինչպես նաև անմասն շնորհավորանքից չեն մնացել այսօրվա կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում վերընկած։ Իրենք էլ իրենց հասու ձևով են ցանկացել շնորհավորել։ Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում իմ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, հետախուզում եւ կա դատարանի որոշում, որ պետք է կալանավորեն։ Մեղադրանքը հետեւյալն է. իշխանության բռնի զավթման եւ սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնել են։ Civic.am-ում մի տեսաձայնագրություն կար դրված, որտեղ իմ Facebook-յան էջն էր ցուցադրվում, ու ինչպես որ ես հասկանում եմ, սահմանադրական կարգի տապալման կոչը կամ իշխանության բռնի զավթման կոչը դա Ավետիք Իսահակյանից մեջ բերված խոսքերն էին Հայաստանում ապրող երկու սերունդների վերաբերյալ։ Բայց ամեն դեպքում գուցե նաև այլ բան են գտել ինչ-որ հեքիաթներ, որոնք իրենք սիրում են կարել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր իրենց դեմ են։ Բայց հարցը հետևյալն է. Նիկոլ, երբ մեղադրում ես ինձ կամ այլոց սահմանադրական կարգի տապալման մեջ, ուզում եմ հասկանալ, ինչ սահմանադրության մասին է խոսքը։ Այն, որ 2018-19 թվականներին քո փոքրիկ խմբակով դատարանների շենքերն էիր մուտքերն էիր փակում, շենքերն էիր գրավում, այդ սահմանադրության մասին է խոսքը, թե այն սահմանադրության մասին է խոսքը, որտեղ մարդու իրավունքների մասին բազմաթիվ հղումներ կան, որոնք բոլորը խախտվել են քո իշխանության օրոք։ Ինչ սահմանադրության մասին է խոսքը, այն որ ուզում ես Ալիևի ցուցումով փոխել։ Ախր այ սահմանադրությունը մի քանի անգամ տապալած էակ։ Դու ոնց կարաս ինձ մեղադրես սահմանադրական կարգի տապալման կոչ անելու մեջ։ Կամ իշխանությունը բռնի զավթման կոչ։ Արա դու իշխանություն ունես Հայաստանում։ Արա բա իշխանություն ունեցող մարդուն արևմուտքից ու արևելքից առավոտից երեկո ցուցում կտան, թե ինչ անի, ու ինքն էլ հլու հնազանդակը կատարի։ Նոնսենս է, չէ՞։ Հարգելի հայրենակիցներ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ 2018 թվականի ապրիլի 23-ից սկսված պայքարել եմ, հնարավորինս չափով պայքարում եմ ու պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության կառավարիչը ոմն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև հակապետական մարդ ոնց ինքն է գոյություն չունի։ Մարդ, ով դուրս է եկել մեր եկեղեցու դեմ, մարդ, ով շիզոֆրենիկ հիստերիկի նման առավոտից երեկո գույնզգույն կեպկեն գլխին դրած լաչարի պես փողոցները ընկած մարդկանց էր վիրավորում։ Նիկոլ ընտրողները երևի թե աֆեկտի տակ են ու չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, բայց գիտեք, ես ձեզանից վախենում եմ, որովհետև դուք մեռոնին թույնել կխառնեք։ Երբ հիասթափվեք վերջնական ու երբ անձամբ ձեզ էլ սկսի կպնել, այդ ժամանակ շատ ուշ է լինելու։ Որովհետև 2018 թվականին ամեն մի ծափը, ամեն մի սիգնալը, ամեն մի շերեփով կացային հարվածը մի լուսավոր տղու կյանք արժեցավ։
տարածքային կորուստ արժեցավ։ Բայց դա բավական չէր, 2021 թվականին դուք նորից ընտրեցիք այդ ազգակործան պատուհասին, ով Եվրոպայի խավորությամբ վերջնականապես հանձնեց Արցախը։ Գիտեք, հիմա 21-րդ դարն է ու շատ հեշտ է ստուգել տարբեր տեսակի տեղեկատվություններ։ Ադրբեջանցիք ինչ ասում են, ոմն Նիկոլ Փաշինյանին, ինքը հլու հնազանդ դա կատարում է։ Իսկ եթե ձեզ թվում է, որ ադրբեջանցիները որևէ հայանպաստ լուծում ունեն կամ պատկերացում ունեն կամ ցանկություն ունեն այդ ուղղությամբ, դուք չարաչար սխալվում եք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում 2031 թվականին շատ մեծ հավանականություն կա, որ ձեզ այդ ընտրություններին մասնակցելու է ոմն Թոֆիկ Հասանովը։ Օրինակ, հա, պայմանական։ Շատ մեծ հավանականություն կա, որ Հայաստանը հերթական անգամ ունենալու է տարածքային կորուստներ։ Այդ խաղաղությունը խաղաղություն չի, ձեզ խաբում են, ձեզ խոստանում էին հզոր բանակ, բայց ջախջախեցին այդ բանակը, ձեզ խոստանում են երջանիկ Հայաստան, բայց Հայաստանում այսօր ինչն է գերիշխում, մեկը մյուսի հետ հայհոյանքներով խոսող քաղաքացիներ, իշխանական պուակների ֆեյքեր, ովքեր ցանկացած մարդու այլ կարծիք ունի, նույնիսկ այն անմեղ կարծիք ունեցող մարդկանց, մտնում են 100-ներով, 200-ներով, հայհոյում, ինչ ասում եւ այլն եւ այլն։ Խոստանում էին կոռուպցիայից զերծ Հայաստան, մինչև կոկորտները խրված են այդ կոռուպցիայի մեջ։ Խոստանում էին Արցախ Հայաստանի հետ միասին, Արցախը հանձնեցին։ Իդեպ, եթե մոռացել եք 21 թվականին Նիկոլի ծրագրում հետևյալն էր, որ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, ինչ կա, եղավ դա։ Ձեզ խոստանում էին, արա մի խոսքով ինչ խոստացել են, ոչ մի բանը տեղի չունեցել, ոչ մի բանը, ամեն ընտրությունից առաջ, ինչ անեմ, գալիս է, սրան նստացնելու եմ, նրան նստացնելու եմ, մարտի մեկը բացահայտվել, այս կողմ, այն կողմ, այ, մի խոսքով, այ, Առիթից օգտվելով Նիկոլ դուստե մի լսի, ապշե կընկնավորես, ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ռուսաստանի օրվա առթիվ։ Նիկոլ, դու այնքան չկաս, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ոչ թե քո շնորհավորանքին է պատասխանում, այլ նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդին Եզրաս Ներսիսյանին է պատասխանում։ Էրդողանը զանգեց, շնորհավորեց, կայֆա չէ քո համար։ Կեցցե այն Հայաստանը, որը գալու է Նիկոլ Փաշինյանից հետո։ Ցավոք, ամեն օրը իր իշխանության գտնվելու նոր մարտահրավերներ ու նոր տարածքային ու մարդկային կորուստներ է խոստանում։ Էլ չեմ ասում, որ շուտով Հայաստանի Հանրապետությունում լինելու է տնտեսական ճգնաժամ։ Հենց աղիքներն էլ, որ ասես Եվրոպա եմ տանելու City-ում ծախում են, Երևան City-ի անունը կարելի է փոխել, դնել Հոլանդ City։ Լավ եղեք։